Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքվանդարկյալ հանդիսացող մեր գործընկերը Դավիթ Ղազինյանը հանդիպել է հերթական իրավունքի նկատմամբ նսեմացնող, ինչ-որտեղ ծաղրող վարքագծին։ Ներկայացնեմ շատ հստակ ինչ է տեղի ունեցել։ Քննչական մարմինը, դատախազությունը քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատական։ Այն պարագայում, որ բոլոր տվյալները փոխանցվել են թե քննչականին, թե դատախազությանը։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանը անձամբ ներկայացել էր նախաքննական մարմնին, երբ դեռ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չկար։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանի դեպքում դատարանը միակ ռիսկը, որ տեսել էր մի գործի շրջանակներում, որտեղ նյութ չկա, դա իբրև խոչընդոտելու ռիսկ է։ Պատկերացրեք նախաքննության ավարտը ինչը չէ իրենից ենթադրում, որ այդ ռիսկը ուզես-չուզես պետք է նվազի։ Բայց Դավիթ Ղազինյանի դեպքում նաև, չնայած նրան, որ մենք միջնորդել ենք, որ վերջինս հարցաքննվենք, որ եթե կա այդ խոչընդոտելու ռիսկը իրենց պատկերացրած, առերեսում տեղի ունենա, ոչ մեկը չեն արել։ Ինչի չեն արել, որ մինչև այս նիստը գործը ամեն կերպ ուղարկեն դատարան, որ երբ այս նիստը ավարտվի եւ մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը падգամավոր է եւ չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն իրենք լիազորություն չունեն։ Այսինքն գործը արդեն դատարանում է եւ դատախազը չունի լիազորություն վերացնելու կալանք։ Սա իսկապես ամփոփեմ խոսքս, սա աբսուրդի նոր նշաձող է։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ նշեմ, տեղի է ունենալու այսօր ժամը 17:00-ին։ Դուք երևի թե ԿՀ օրակարգը ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն։ Ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ ձեզ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով երբ ներկայացվել էր, այն վերադարձվել։ Կհիշեք Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿՀ-ի տիրույթում չէ։ Հիմա պատկերացրեք 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու падգամավորի կարգավիճակ, այսինքն ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի։ Ինչ է լինելու դրա ճակատագիրը, հերթական քաղաքական հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն։ Գիտեք, սա մեղմ ասած իրավունքի նկատմամբ ծաղր է։ Այլ հիմա դուք օրինակ կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է։ Տեղեկություն չունեմ։ Ավելին, նշված տվյալը իմանալով հանդերձ, որ 17:00-ին նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք դիրքորոշում, որ ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք, որ որևէ կերպ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ որպես իրավաբանի, փաստաբանի դեռևս այդ կարգավիճակում ունեմ դիրքորոշումից։ Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք եւ ժամկետ ուսանենք։ Այլ եթե քաղաքացիություն թաքցնելու մասին հաստատի միջնորդությունը դրան է վերաբերում։ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ճիշտ եք ասում, ոչ թե օրենքի խախտում է, այլ նաև սահմանադրական դատարանի որոշման խախտում է, այլ ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի։ Իդեպ ես հիմա արդեն ինքս իմ նկատմամբ որոշակի քննադատություն ունեմ, շատ հարցերում ունեմ, բայց այս հարցում էլ եւս ես հաճախ խոսում էի Սոմալիի հետ համեմատականի մասին, որտեղ գիտեք դեռ կան ծովահեններ, երևի թե այնքան շատ ասեցինք, որ մեր իրականության մեջ նույնիսկ ինչ-որ հարցերում Սոմալին կարծես թե ավելի մեծ իրավունքի պաշտպանության նշաձող է սահմանում, քան Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները։ Պարոն Վարդանյան, Նարեկ Կարապետյանի վարույթն ընտրությունների հա։ Ես Նարեկ Կարապետյանի վարույթը կարող եմ հստակ ասել, որ իրավաբանության հետ առնչություն չի կարող ունենալ, որտեղ չի կարող լինել մի վարույթ։ Ես նշված տվյալներին դեռ չեմ տիրապետում։ Այսպիսի հայտարարություն է տարածել, որ իբրև թե այլ երկրի քաղաքացիություն
Այլ երկրի քաղաքացիության վերաբերյալ այնպիսի տվյալներ են հասանելի նաև քննչական մարմնին, որ իմ կարծիքով եթե դուք դիմեք քննչական կոմիտեին եւ իրենք ունենան բավարար ազնվությունը իրենց նաև պարտականությունների տեսանկյունից պետք է հայտնեն, որ նշված վարույթը կարճվել է։ Այլ տարբերակ ուղղակի չունի։ Երկու քրեական վարչության պարոն Վարդանյան նախաքննությունը շարունակվել, մեկը գաղտնիարանակի Երկուսն էլ պետք է կարճվեն, այսինքն այստեղ այլ տարբերակ իրավական չկա, բայց հիմա ի վերջո ինչ են ցանկանում դատախազությունը, որ ԿԸՀ-ն այսօր անի, եւ երևի թե ինչ որ ստվերային չի բացառվում նաև որոշակի վարժություններ, պետք է տեղի ունեցած լինեն ամեն ինչ հնարավոր է, բայց մի բան հստակ է, նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն կազմով կհիշեք, վերադարձրել դատախազության իշխանություն։ Դատախազությունը փաստորեն նորից է այն ներկայացրել եւ ոչ թե ներկայացրել է այսօր, կարծես տվյալը դրա վերաբերյալ պետք է ավելի վաղ տեղի ունեցած լինի։ Պարոն Վարդանյան, մանդատ վերցնել վերջացված թեմատիկ մանդատի նախորդ անգամ դատախազի մանդատը պատասխանել ներկայացրեցիք այս անգամ հայտարարություն չեք առավոտյան գողարները այսինքն դուք պատրաստվում եք ինքնաբացարկների ներկայացման վերջնաժամկետը հանդիսանում էր հունիսի 20-ը ժամը 18:00։ Բոլոր մեր այն գործընկերները, որ նման դիմում ներկայացրել են, ովքեր մինչ այդ ժամկետի ավարտը չեն ներկայացրել, ըստ դրա չեն ներկայացրել։ Ես այստեղ պարոն Մակարյան, դուք նոր մոտեցաք, ես այստեղ կարծում եմ նաև թե Տիկին Մելոյանը, թե նաև ին վերաբերյալ հարցադրումը, որը ներկայացրեցի, անկեղծորեն եմ ասում, եթե նժարի վրա դնում ենք այն հարցերի, որոնք հենց այս պահի դրությամբ առկա են, ես համարում եմ, որ դրան նույնիսկ այս փուլում անհրաժեշտ է չի անհրաժեշտ կատարել։ Մենք հիմա խոսում ենք։ Ես կարող եմ հետևյալը ասել, պաշտպանական թիմը ամրապնդվի, թե ոչ նշված հարցերը, անկեղծորեն եմ ասում, այն պահի դրությամբ, երբ մենք հիմա խոսում ու ստացվում է Հայաստանի Հանրապետություն կարող է տեղի ունենալ իրավիճակ, որ դատախազությունը տեղեկացված լինելով, որ 2026 թվականի հունիսի 21-ին ժամը 15:00-ին տեղի է ունենալու նիստ, որտեղ Դավիթ Ղազենյանի օրինակ պատգամավորի կարգավիճակը այլևս հստակ է լինելու եւ պարզապես իրենց պարտականությունը կատարելուց խուսափելու համար նման ռեկորդային արագությամբ գործ ուղարկել դատարան, սա իսկապես մենք խոսում ենք այնպիսի խախտման մասին, որ ես ուզում եմ դրա մասին հատկապես շեշտադրել։ Ավելին, Դավիթ Ղազենյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ, բայց մենք ունենում ենք մի իրավիճակ, որ ստացվում է այն պաշտոնյան, որը դա պետք է ապահովի, գոյություն չունի, եւ սա հատուկ մշակված ծրագրային գործողություն է։ Ես հասկանում եմ, որ կարող է այսօր ձեզ սկսեն հրամցնել հետևյալ մեկնաբանություն, թե Նարեկ Կարապետյանի գործով, թե օրինակ Դավիթ Ղազենյանի կարգավիճակի վերաբերյալ, որ գիտեք, պատգամավորի կարգավիճակը ստացել են, բայց դեռևս լիազորությունները չեն ստանձնել, որտեղ լիազորությունների ստանձնման օրը օգոստոսի 2-ն է։ Հարգելիներս, նշված հարցը սպառված է 2021 թվականի դեկտեմբերի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման, որը իդեպ ներկայացվել էր ազգային ժողովի բաժանումների 1/5-ի կողմից, ներկայացուցիչը հանդիսացել եմ ես։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ օգտագործում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եզրույթը։ Ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ։ Կարգավիճակ տալիս է այս մարմինը։ Լիազորությունների ստանձնումը տեղի ունենում ազգային ժողովում։ Հնարավորություն, քննչական կոմիտեն հենց այսօր է նախաքննության եւ ուղարկել դատախազին։ Նախաքննության ավարտը Դավիթ Ղազենյանի գործով հայտարարվել է 2026 թվականի հունիսի 20-ին ժամը 17:00-ի սահմանում։ Գործը կարծես բաղկացած է 7 հատորից։ Մենք խնդրել էինք, որ մեզ տրամադրեին ժամկետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, մինչև 2026 թվականի հունիսի 21-ի 17:00։ Այսինքն մենք մեր ակնկալած ժամկետը երևի թե որևէ մեկը չի կարող չէ ասել, որ երկար ժամկետ է։ Կարծում եմ որևէ մի մասնագետ նման դիրքորոշում չի այլ։ Քննիչը այն համարել է ակնհայտ անհիմն միջնորդություն, որոշել է մեզ ժամկետ տրամադրել մինչև 11:00, այնուհետև 11:01 ենթադրում եմ, որովհետև 10:30 մենք ներկայացրել ենք միջնորդություն, օրինակ առերեսում կատարեք, հարցաքննեք Դավիթ Ղազենյանին, քննիչը այն թողել է առանց քննության, գիտեք ինչ պատճառաբանությամբ, որ արդեն մեղադրական եզրակացությունը ուղարկել է դատախազին։ Այսինքն սենց արագություն, հարգելիներս, ես իդեպ ասեմ նաև, որ աշխատանքային կարգով երեք փորձել եմ նաև կապ հաստատել հսկողություն իրականացնող դատախազի հետ։
Հսկողություն իրականացնող դատախազի հետ աշխատանքային ձևաչափով կապ հաստատելը ողջամիտ երևույթ է, քանի որ դատախազի նույնիսկ համարը համապատասխան դատավարական որոշումներում գրվում է։ Պատկերացրեք, ես այդ համարի Արտուր Դանիելյան, ես փորձեցի կապ հաստատել այդ հեռախոսը համարով, պատասխանեց մի կին, խնդրեցի, որ փոխանցեն հեռախոսը դատախազ Դանիելյանին, որ խոսենք Ղազինյան Դավիթի խափանման միջոցի հետ կապված հարցի շուրջ, որովհետև պատգամի կարգավիճակ է ստանում եւ այլն, ստացա պատասխան, որ նման դժվարություն կա, պայմանավորված այն հանգամանքով, որ ես զանգահարել եմ Կոմերցբանկի հաշվապահություն։ Գիտեք, դատավարական ակտերում երբ նշվում է հսկողություն իրականացնող դատախազի հեռախոսահամարը եւ նման վերաբերմունք է տեղի ունենում, սա իսկապես միգուցե նաեւ դա էլ է պայմանավորված նրանով, որ Ինչքան հնարավոր է արագ Կոմերցբանկի համարն է նշել դա։ Այո, հաշվապահություն։ Կարող է ձեռքեր Հայտնեցին, ամեն դեպքում հիմա ես ներողություն եմ խնդրում Կոմերցբանկի հաշվապահությունից, որ նման ահազանգ է։